Վարչապետ, ես ուզում եմ ասել, որ ինքս շատ մեծ կարևորություն եմ հաղորդում եւ ռազմավարությանը եւ իհարկե ավելի շատ այն ճանապարհային քարտեզին, որով մենք պետքա իրականացնենք այս ռազմավարությունը եւ հիմա ասեմ ինչու։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ հավելին ասեմ, շատ ավելի վատ Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում եւ այս այն դեպքերից է, որ մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ եւ եթե խտրականության դեպքում օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում ինչ որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից եւ հոգեբանական ինչ որ ասպեկտներից, օրինակ, եւ մի մասը անում ենք մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք կանայք ավելի ներգրավեն եւ հաղթարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի է եւ անհանդուրժելի է։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատու վճռական եւ անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ եւ հստակ գործիքներ մշակենք կրթությունում օրինակ կանխարգելման նպատակով, ներքին գործերի նախարարությունում օրինակ, չգիտեմ, արագ արձագանքման նպատակով եւ այլն, սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։ Համաձայն եմ լիարժեք ձեզ հետ, պարոն Միրզոյան, ուղղակի կավելացնեմ, որ նաեւ բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն, բայց իրականում համենայն դեպս հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի, կամ ֆիզիկական կոնտակտի բացակայությունը, ֆիզիկական ներազդեցության բացակայություն դեռևս չի նշանակում բռնության բացակայություն եւ բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկին խփում է։ Եվ եթե այս տեսակետից նայենք տրամաբանությունը, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է, ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետեւ խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ որ տեսնենք այս առումով գնահատենք իրադրությունը, շատ բան կլինի, շատ ավելի տխուր պատկեր կստանանք եւ բայց ես վերադառնալով հարցի մյուս հատվածին, երբ որ խոսում էի, որ տղաների կրթության նկատմամբ տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, արդյոք մենք պետքա նաեւ ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցով ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, էլի, ասենք, սա ես բարեբախտաբար կարգավիճակի բերումով ահագին երկար չեմ առնչում նման իրադրության հետ, որովհետև դե իմ մոտ տենց բաներ ենթադրում եմ վերջին տարիներին այդպիսի տեսարաններին ականատես չեմ ելնում, բայց եթե ինձ ասեք, որ հիմա էլ չկա տենց բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդհանրապես նրանից է, որ ընդունված չի վարչապետի մոտ տենց տեսարանները ի ցույց դնել։ Չնայած եթե ընդունված չի, ուրեմն
կան, որ դա այդքան էլ տենց բան, լավ բան չի։ Համեցեք Տիկին Անդրեասյան, դուք բան ունեիք ասել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեմ ընդգծել, որ բացարձակ համաձայն չեմ պարոն Պապոյանի այն դիտարկման հետ, որ մեր հասարակության մեջ չկա գենդերային խտրականություն եւ կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Եվ չգիտես ինչու մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն այդտեղ մենք պիտի գենդերազգայուն միջավայր ունենանք, իրականում այդպես չի։ Եվ մեր ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից, կանանց նկատմամբ ու կանանց դեմ։ Եվ այդ խնդիրը գիտակցելն էլ է շատ կարևոր։ Եվ իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից։ Եվ սա նշանակում է, որ ոչ թե սեռն է որոշում մարդը գենդերային առումով խտրականա թե ոչ, այլ դա որոշում է այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջությունը։ Ու այն, որ մեր դպրոցներում մեծ մասը ուսուցիչների կանայք են, ընդ որում դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլ այդպես է ամբողջ աշխարհում։ Եվ մանկավարժական ոլորտը մեծամասամբ կանանցով է դպրոցներում իրականացվում։ Չնայած այստեղ էլ մենք ունենք փոփոխություններ ու մեր նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդիկ են, որովհետև եթե ուսուցչի աշխատավարձը վարձատրությունը մրցունակա ու գրավիչ է, ինքը նաև դառնում է աշխատանքային ճիշտ հեռանկար տղամարդկանց համար, ովքեր որ ընտանիքի հոգսը այսպիսով պատկերացնում են, որ կարող են կրել աշխատելով դպրոցում։ Բայց ասածս այն է, որ մենք չենք կարող ենթադրել, որ եթե մի միջավայրում հիմնականում կանայք են, ուրեմն այդտեղ կներեք խնդիրներ չկան։ Իրականում այդպես չի։ Իսկ մեր խտրականության դրսևորման ամենապարզ օրինակը ես ձեզ կբերեմ հենց մանկավարժությունից։ Մանկավարժական համալսարանը ավելի քան 100 տարեկան է։ Ու երբ որ 2 տարի առաջ այնտեղ ռեկտոր դարձավ կին, դա 100 տարվա մեջ առաջին անգամն էր, որ մանկավարժական համալսարանը ունեցավ կին ռեկտոր։ Այն պարագայում, երբ որ ոլորտի 90%-ը կանայք են։ Այստեղ ուզում եք ասել, որ 100 տարվա մեջ մենք չէինք ունեցել կին, ով որ կարող էր այդ պարտականությունները իրականացնել, ով որ կհայտնվեր այդ պաշտոնում, դե այս օրինակները մեզ ցույց են տալիս ամեն առանձին դեպքը, կներեք խոսքս չերկարացնելով, որ խնդիրները շատ ավելի բազմաշերտ են, շատ ավելի բազմաբովանդակ են, ու եթե կանանց տնտեսական ակտիվացման մասին ենք խոսում, 48% ներգրավվածությունը նաև այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել։ Ու դա պարզաբանված է հենց այն հետազոտություններով, որ իրականացված են, որտեղ ընդունված է, որ մարդիկ այդքան էլ չեն խոսում այդ խնդիրներից, նույնիսկ այդ լատենտային իրավիճակում շուրջ 20%-ը հարցված կանանց վերջին հետազոտական տվյալներից մեկով ասել է, որ ուզում է աշխատի, բայց իրեն թույլ չեն տալիս աշխատել։ Իսկ քանի կանայք են, որ աշխատում են եւ իրենց վարձատրությունը իրենք չեն տնօրինում։ Սրանք էլ են խնդիրներ, որոնց մասին պետքա խոսել եւ կարծում եմ, որ գենդերային ռազմավարության կոնտեքստում իրականում այնքան անելիք կա, որը հիմնականում հանրային վարքականոնի փոփոխությանն ուղղված նաև անելիք է, բայց պետության քաղաքականությունն ընթացակարգերը այդտեղ կարող են շատ կարևոր նշանակություն ունենալ։ Շնորհակալություն։